Տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Շուշաննա Զաքարյանին։ Մեր այդ խոսելու ենք մերձավոր արաբելքից և տարածաշրջանային խնդիրներից։ Նախորդ անգամ խոսեցինք Իրան-Իսրայել ԱՄՆ լարված իրավիճակին պատերազմի մասին, այսօր խոսենք մերձավոր արաբելքից և տարածաշրջանային խնդիրներից։ Բարև ձեզ, նախորդիվ, ինչպես արդեն նշեցիք, խոսել էինք ԱՄՆ, Իսրայել, Իրան ռազմական գործողությունների մասին, խոսել էինք հնարավոր տևողության, հետևանքների և Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի համար հնարավոր արդյունքների մասին, և ինչպես կանխատեսվում էր, Հարավային Կովկասը անմասն չմնաց ռազմական գործողություններից։ Մենք ականատես եղանք, որ ընդամենը օրեր առաջ Հարավային Կովկասում տեղի ունեցան նույնպես ռազմական գործողություններ, դա որքանով էր իրականացված Իրանի կողմից, որքանով ոչ, դեռևս չկա հստակ տեղեկատվություն, քանի որ մենք ականատես եղանք, որ Նախիջևանի միջազգային օդանավակայանը ստացել է անօդաչու թռչող սարքից հարվածներ և մեղադրվող սլյակները ուղղվեցին դեպի Իրան, սակայն շատ կարճ ժամանակահատվածում Թեհրանի կողմից տարածվեց հերքում կապված անօդաչու թռչող սարքի հարվածի հետ, բայց մինչև այժմ մենք ականատես ենք եղել մի իրողության, երբ ռազմական գործողությունների արդյունքում, երբ որ Իրանը թիրախավորել էր և հարվածներ էր հասցրել ռազմական այս կամ այն օբյեկտներին, որևէ քաղաքի, ոչ մի հերքում չէր տարածել, այլ ընդհակառակը պատճառաբանել էր և բերել էր փաստարկներ, ինչու է գնացել տվյալ օբյեկտների թիրախավորմանը և իրականացրել հարվածներ, սակայն Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարվածի դեպքում պատկերը լրիվ այլ էր, բացառապես տեղի ունեցավ հերքում, սակայն ի տարբերություն իրանական կողմի, պատերազմի մնացած կողմերը պնդում էին, որ ռազմական գործողությունը իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ինչը կարող էր պատճառ հանդիսանալ նման գործողության։ Ում կարող էր ձեռնտու լինել նման օրինակ գործողությունները և մեղադրանքը դեպի Իրան ուղղելը։ Ինձ թվում է այստեղ պարզից էլ պարզ է, որ իրավիճակի շահող կողմը, այսպես ասած, ճակերտավոր շահող կողմը կարող էր լինել Իսրայելը, քանի որ մենք պատերազմական գործողությունների դեռևս ամենասկզբից ականատես եղանք, որ Իսրայելը կոչով ոչ մի անգամ, այլ բազմաթիվ անգամներ դիմում է մի շարք երկրների, որպեսզի միանան իրեն ընդդեմ Իրանի պատերազմում և մասնավորապես ընդգծում էր Ադրբեջանի ներգրավվածությունը և հաշվի առնելով դեպքերի նման զարգացումը կարող ենք ասել, որ դեպքերում այսպիսի ընթացք մտցնելը կարող էր ձեռնտու լինել Իսրայելին։ Կարող է հարց առաջանալ, թե ինչով ձեռնտու կլիներ այդ ամենը Իսրայելին, մի քանի պարզ պատճառով, որ առաջին հերթին կսկսվեր լարվածություն Ադրբեջանի և Իրանի միջև և ավտոմատ Ադրբեջանը մտնելով բախման մեջ Իրանի հետ, այսպես ասած կսկսեր թելել իսրայելական թելը, որտեղ բնականաբար Իսրայելը շահող դուրս կգար, սակայն եթե դեպքերի նման զարգացում տեղի ունենար, Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, շատ մեծ վնասներ էր կրելու, ինչով կարող էր պայմանավորված լինել այդ վնասները երկու շատ պարզ պատճառով։ Եթե մենք նախ նշեմ, որ մենք ականատես եղանք մի իրողության, երբ Իրանը և Ադրբեջանը կարողացան պահպանել խոհեմություն, գտնվեցին խոհեմ երկու կողմերն էլ և հակամարտությունը ավելի լարված ընթացք չստացավ Ադրբեջանի ներգրավվածությամբ, խոսքս Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության մասին է, Ադրբեջանը չունեցավ ուղիղ ներգրավվածություն, բայց ինչով կարող էր վտանգավոր լինել Ադրբեջանի ներգրավվածությունը։ Երկու պարզ պատճառով, եթե լարվեին հարաբերությունները կզարգանար երկու սցենար, եթե լարվեին հարաբերությունները Իրանի և Ադրբեջանի միջև, նրանց կապող օղակը, որը հանդիսանում էր Նախիջևանը, ցամաքային ճանապարհը փակվելու էր և այստեղ խնդիր էր առաջանալու, որն էր լինելու խնդիրը։ Նախ առաջին, այստեղ հնարավոր էր զարգանալ երկու սցենար։ Առաջինը Թրամփի ուղու
շուտ վերաբացումը, կարող է հարց առաջանալ ինչով էր այստեղ կարևոր Թրամփի ուղին եւ ինչպես կարող էր այն շուտ վերաբացվել։ Մենք պետք է հաշվի առնենք Սյունիքի աշխարհագրական դիրքը, այսինքն նա հանդիսանում էր կապող օղակ կողմերի եւ եթե ցամաքային ճանապարհը փակվեր Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, այստեղ արդեն ճանապարհի անհրաժեշտություն էր առաջանալու եւ կար հավանականություն, որ դեպքերի նման զարգացման դեպքում կառաջանան անհրաժեշտություն Թրամփի ուղու շուտ վերաբացման, բայց այստեղ վտանգավոր հետևանքները կարող էին լինել շատ, քանի որ նախնական պայմանավորվածությամբ դեռևս որոշված չէ ճանապարհը ով է վերահսկելու, ինչպես է իրականացվելու եւ մի շարք նմանօրինակ խնդիրներ եւ ճանապարհի շուտ վերաբացումը կարող են հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպես օրինակ որ Հայաստանը վերահսկող կողմից դուրս գար եւ բնականաբար դա անմասն չէր մնա վտանգներից հաջորդ խնդիրը, որին կարող էր առերեսվել Հայաստանը Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրման պարագայում, դա կլիներ այն, որ Հայաստանը ստիպված կլիներ տրամադրել Նախիջևանի ճանապարհի փակման դեպքում Հայաստանը ստիպված կլիներ տրամադրել մարդասիրական միջանցք Ադրբեջանին, որպեսզի նա կարողանար ուղիղ կապ ունենալ Նախիջևանի հետ։ Եվ այստեղ ավտոմատ խնդիր էր առաջանալու, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տաներ հսկայածավալ դիվանագիտական աշխատանք, որպեսզի կարողանար մեր հարավային հարևան Իրանին համոզել, այսպես ասած ճակերտավոր համոզել, որ ճանապարհը տրվում է բացառապես մարդասիրական նպատակներով, այլ ոչ թե զորք տեղափոխելու։ Եվ այստեղ հաջորդ խնդիրը կայանալու էր նրանում, որ մենք չէինք ունենա այդ երաշխիք արդյոք Ադրբեջանը զորք է տեղաշարժելու Իրանին հարվածելու նպատակով, թե հենց իրոք մարդասիրական ճանապարհով է օգտագործվելու։ Եվ եթե հանկարծ դա չստացվեր դիվանագիտորեն, այսինքն ձախողվեր Հայաստանի մոտ նման զարգացումների արդյունքում համոզել մեր հարավային հարևանին, որ մարդասիրական է ճանապարհը, Իրանը սկսելու էր ուղիղ թիրախավորումը ՀՀ սուվերեն տարածքում։ Եվ բնականաբար այստեղ արդեն մենք ունենալու էինք խնդիր տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ ու մի շարք այլ խնդիրների առաջ էինք կանգնելու։ Դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս, որ իսրայելական կողմը փորձում էր իր այս քայլով ենթադրյալ Իսրայելը, քանի որ դեռևս չկան հստակ փաստեր, որ Իսրայելն է իրականացրել, պարզապես շատ փորձագետների, քաղաքագետների կանխատեսումներն են, որ հարվածը կարող է իրականացված լինել Իսրայելի կողմից։ Իսրայելը ցանկանում է լուծել մի քանի կարևոր հարց՝ թուլացնել Իրանի դիրքերը եւ սրել հարաբերությունը Ադրբեջանի ու Իրանի միջև, որից նա կարող էր քաղել իր, այսպես ասած, պտուղները։ Այստեղ ինչ է ակնկալվում Հայաստանից։ Հաշվի առնելով դեպքերի նման օրինակ զարգացումը, մենք կարող ենք ասել, որ միանշանակ չէ, որ նման զարգացումներ չեն լինի, քանի որ մենք դեռևս ականատես ենք լինում, որ ռազմական գործողությունները իրականանում են, շարունակվում են, ճիշտ է, չունեն այն նույն ինտենսիվությունը, ինչ սկզբի օրերին, սակայն մենք ականատես ենք լինում դեպքերի դեռևս զարգացմանը, հրթիռային հարվածներին, ռազմական բախումներին, որոնք դեռևս պարզ չէ ինչքան ժամանակ են շարունակ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ նման օրինակ դեպքերի ինչպես Նախիջևանի միջազգային օդանավակայանի թիրախավորումներ կարող են շարունակական լինել եւ ինչ պիտի անել տվյալ իրավիճակում։ Տվյալ իրավիճակում պետք է փորձել պահպանել խոհեմություն։ Մենք մինչ այժմ որքան էլ որ զարմանալի է, տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է ուղիղ ներգրավվածություն չունենալ ռազմական գործողություններում։ Պարզապես Հայաստանը միգուցե գիտակցում է հնարավոր հետևանքների մասին։ Եվ եզրափակելով կարող եմ ասել, որ Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը հնարավոր է պահպանել բացառապես համապարփակ դիվանագիտական, անվտանգային ու տեղեկատվական ռազմավարությամբ, որը հաշվի կառնի ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային ռիսկերն ու հնարավոր սցենարները։ Ինչ է սա նշանակում հնարավոր սցենարները։ Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը պետք է հաշվի առնի, որ նման օրինակ ռազմական գործողությունները, սադրանքները կարող են շարունակական լինել եւ պետք է ունենա հստակ ռազմավարություն, համենայն դեպս գոնե կանխատեսելի ռազմավարություն, թե ինչ պետք է անի հնարավոր զարգացող սցենարների դեպքում, քանի որ
ըստ շատ փորձագետների, քաղաքագետների, ինչպես նաև ըստ իս, ռազմական գործողությունները երկար ընթացք դեռ չեն ունենա, քանի որ մենք ականատես եղանք օրեր առաջ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարությանը, որ պատերազմը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ինչպիսի ավարտ կունենա պատերազմը, այս պահին դժվար է ասել, որովհետև կողմերից երկուսն են չունեն հանձնվողական քաղաքականություն։ Սակայն Հայաստանը, ինչպես մինչև այժմ է վարվել, պետք է փորձի պահպանել չեզոքություն, ներգրավվածություն չունենա ռազմական գործողություններին եւ կանխատեսի բոլոր հնարավոր սցենարները եւ ինչ է անհրաժեշտ նման իրավիճակում։ Թերևս այսքանը, շնորհակալություն։